արդյունքները։ Բարձր դատարան եւ նույն ժամանակ նշեցի, որ մեր կողմից ցանկություն կա ներկայացնելու որոշակի միջնորդություններ, մասնավորապես խոսքը վերաբերվում է իմ կողմից ներկայացված վերջի փաստական տվյալին, կոռուպցիոն գործընթացներին, 2026 թվականի հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր համապատասխան ելույթում նշել է, որ ընդհանուր առմամբ չի ընդունել այս ընտրությունների լեգիտիմությունը եւ նշել է, որ քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվ, այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվ, առնվազն միջև են շեմը եւ այլն, չեմ ցանկանում ամբողջությամբ չցիտել։ Նշվածի կապակցությամբ վերջինիս ցանկություն կար ներկայացնելու որպես վկա, որովհետեւ անհասկանալի էր, թե վերջինս ինչ տեղեկությունների հիման վրա է նշել, որ արկա են համապատասխան տեղեկատվությունը եւ այդ ամենը ընտրակաշառքի արդյունքում է տեղի ունեցել, սակայն մինչ այդ մեր կողմից համապատասխան դիմում է ներկայացվել վերջինիս, որպեսզի տա տեղեկատվություն, թե այդ տվյալները ինչ հանգամանքներում է վերջինիս հայտնի եւ ի պատասխան սրա վարչապետի աշխատակազմը պատասխան գրություն է ուղարկել Դեմոկրատիա օրենք կարգապահության կուսակցության ներկայացուցիչ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, որով նշել է, որ ինչպես նաև վերջինիս կողմից նշված համապատասխան միջնորդությունը, որը ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության Արդարության նախագահ Տիկին Գալյանին։ Այս ապացույցները հարգելի նախագահ, եթե թույլ կտաք, ներկայացնենք դատարանին, ինչպես նաև մյուս կողմին։ Միևնույն ժամանակ այս պահին միջնորդությանը որպես այդպիսին չեմ ցանկանա ապացույցի հետազոտման հետ կապված որոշում հայտնել, սակայն կնշեմ, որ փաստացի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությունը վկայում է այն մասին, որ ընտրությունների իրական արդյունքը այս պահին պարզ է։ Ամենայն դեպս մեր ընդհանուր մեջ ապացույցի հետազոտման մենք դրա մասին ավելի մանրամասն կնշենք։ Եվ համապատասխան միջնորդություն վկա հրավիրելու հետ կապված մասնավորապես 12/06/2026 թվականին Պետրոս Ռազանյանին տրված հարցազրույցում իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող անկախ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Գիոմիսյանի հրապարակային հարցազրույցի ընթացքում վերջինս ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկություններ է հայտնում, որը էական տարբերվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված եւ հրապարակված տեղեկություններից, մասնավորապես վերջինս նշել է, որ ընտրակաշառքների զանգվածային բնույթը 150,000 դեպք էր, ընտրակաշառքների արդյունքում ստացված քվեները մոտավորապես 6-7%-ից մինչև 10% եղել է ընտրակաշառքի ազդեցության տակ, հակակոռուպցիոն կոմիտեն 0.5% բացահայտման ցուցանիշ է ապահովել եւ այս հարցազրույցից մեծ բաց է դառնում, որ վերջինիս հայտնի են որոշակի տեղեկություններ, որոնք մեր դիրքորոշմամբ կարող են էական ազդեցություն ունենալ նույն գործընթացի նկատմամբ, որովհետեւ եթե վերջինս հայտնի տեղեկություններ, որ այդ դեպքերը 150,000 են կամ ընտրությունների արդյունքների 10%-ը ընտրակաշառքի արդյունքում է տեղի ունեցել, ապա նման պայմաններում սա ևս մեկ փաստ է, որ շրջանակներում կարող են պնդել, որ իրական արդյունքը մենք հնարավորություն չունենք տեսնելու այս ընտրությունների։ Նշվածով պայմանավորված, որպես վկա նշանահրավիրել եւ բացատրել Դանիել Գիոմիսյանի վերջինիս աշխատման եւ աշխատանքի վայրի հասցեները նշված է միջնորդության մեջ, միջնորդությունը 26/06/2026 թվականին մուտքի առվել դեպարտամենտի գրասենյակ։ Եվ ժամանակ ցանկանամ փոխանցել վարչապետի աշխատակազմի համապատասխան գրության պատասխանը, ինչպես նաեւ համապատասխան հրաման արդյունքում տված
հակագործություն կոմիտեի նախագահի դյուրությունը և դյուրությունը։ Իքին սրտվիգարին։ Որմակասային ճիշտ ասած հասկացած էր առաջին միջնորդությունը այլ փաստաթղթերը որպես կապացույց գործին գծելու մասին։ Այո։ Շնորհակալություն եւ լավացիք։ Եվ երկրորդ միջնորդը բարձր երկրորդ մասով։ Այո։ Առաջին միջնորդության մասով դուք արդեն դերավոր ձևակերպած միջնորդություն հանդասած բանալուր երկու։ Չէ, բանալուր երկու ներկայացրեց։ Հաշվի առնելով, որ ծանոթ են ստացել, երեկոնային տարբերակով են ստացել, ուստի միջնորդության ներկայացնես, կմը դա հայարվեն միջնորդության փոխարեն ներկայացնում են, արդեն վերջնից Իսկ երկրորդ միջնորդության դերավոր օրինակը դա դրան է ստացել։ Այո։ Ես կարծում եմ առաջին միջնորդության մասով կարող է շնորհակալ երկրորդ միջնորդության այս նույն միջնորդի Երեք չէ, որ կա դա եկեք միան բացը կա տարակարծություն կա երկու միջնորդություն չէ դու ներկայացրել Երկու միջնորդություն ապացույց երկուսը վկայական է երկու միջնորդություն ապացույցները ներկայացնելու մասին ես կարծում եմ շնորհակալություն ներկայացնելու աշխատանքազում իսկ կարողանալ ես ստեղծել աշխատանքազում բազմաստիճան բաժանել նաև մյուսների մասնաշրջան կանադառնան ավելի ուշ։ Այժմ ըստ միջում արգելի գործընկերները մինչև 17:40 Ոտքի դատան գնում է։